Իմ մասնագիտությունս այնպիսին է, որ ինձ ավելի շատ հետաքրքրել է հետևյալ հարցը։ Պատկերացնենք, մենք ամեն ինչ արդեն գիտենք մեր մասին, աշխարհի մասին, մասնագետներով լցված ենք, գաղափարներով լցված ենք, այն ինչ մեզ համար մութ էր, ամեն ինչը բացահայտել ենք, Արարատը մինչև Արարատը, Արարատից հետո Արարատյան թագավորություն եւ ամեն ինչ գիտենք, անգին, ընդ որում ճշգրիտ։ Լավ, ինչ ենք անում Հայաստանը սարքել հզոր, առաջի քայլը։ Հիմա նայեք ես մի օրինակ բերեմ։ Շատերը ասում են, եթե ես լինեմ նախագահ, եթե ես լինեմ նախարար, սա եմ անելու, պատկերացնենք ինքը գաղափարապես ուժեղ է, արժեհամակարգ կրող է, ինքը դեմք է, կամք ունի, ամեն ինչ ունի, եկավ նստեց նախագահի աթոռին, իր մոտ մտնում է օգնականը եւ ասում է, դուք հիմա պետք է ընդունեք Գվատեմալայի նախագահին, որից հետո պետք է ասուլիս տակ, որից հետո դուք պետք է ասենք թե ստորագրեք այս ամսվա կառավարության ծախսերը, որից հետո պետք է լինի երեկո եւ այդպես գալիս է մինչեւ 2 գիշեր։ Գալիս է հաջորդ օրվա առավոտը, ասում են ձեզ մոտ հանդիպումը սրա է դրա եւ այդպես բոլորը նախարարները եւ այլն հարց։ Ինչ ենք անելու առաջի քայլը, սա շատ դուր հարց է եւ ոչ մեկը չի կարող պատասխանել այդ հարցը, որտեղ այդ հարցի պատասխանը գոյություն չունի։ Եվ դրա համար ես կբերեմ հիմա օրինակներ, այ ոնց են արել դա, որտեղ լինել նախագահ այդ նշանակում այն că քեզ չես պատկանում։ Պայմանավորվածությունների հանդիպումների, նույնը նախարար, կառավարության նիստ, օրինակ, եթե նախարար եմ 5 շաբթի օրը անպայման կառավարության նիստին եմ 6-7 ժամ։ Արտահերթի ժամանակ շաբաթը 2 անգամ։ Ես էլ չեմ ասում միջոցառումներ ստեղծել, ժապավեն կտրել եւ այլն։ Այսինքն մենք հաճախ որ ասում ենք ես կգամ կառավարեմ, կոնկրետ առաջի քայլը ինչ ես անելու, ես երբ հենց նստեցի քեզ ասում են 5 րոպեից հետո պետք է ասումից տաս։ Եվ շատ ու շատ երկրներ այն նման մանր հարցերի տակ ընկել են, ջարդվել են, վերացել են, որովհետև չկան կառավարիչներ։ Գաղափարները շատ լավ է, ազգային արժեքներ կրել շատ լավ է, բայց գետնի վրա առաջի քո քայլը ինչ ես անելու, երբ մտար քո առանձնասենյակը, կոնկրետ, շատ կոնկրետ, ոչ թե դե մենք քանի որ ունենք, սեն չէ։ Երկրի կառավարումը շատ կոնկրետ է, ես բերեմ մի հատ օրինակ, անունը չեմ տա, նու օլիգարխներից մեկը մի օր մազերը գզգզված, ինձ ասում է Հարություն ջան, արի գնանք միտեղ։ Այդ չի նշանակում ես օլիգարխների հետ մոտիկ են։ Ուղղակի շատերին գիտեն։ Ասում եմ ինչ է եղել։ Ասում է առավոտը 10-ին եկա օֆիս, 10:10 մեկը եկավ ասում է երեխես ծանր է Գերմանիայում է, 20 րոպեից հետո մյուսը եկել է ասել է տղես բանակում վիրավորվել է, ասում է այս պայդրությամբ ժամը 2-ն են։ 11 մարդ է մոտեցել, ասում է 11 մարդուն չկարողացա մերժել, պլյուս դրանք չկարողացա ֆիրմայով զբաղվել։ Ու արդեն գժված եմ, վախենում եմ հիմա 10-րդը կգա, 10-րդը կգա, այսինքն այդ լուսնի հակառակ կողմը ոչ ոք չի տեսնում։ Դրա համար կան կառավարիչներ, որովհետև երկիրը կառավարելու համար, փոսից անելու համար տարական ժամանակ է։ Ժամանակից բացի պետք է դու ուժ ունենաս այդքան բրիֆինգներից, հաղորդումներից հետո հանդիպումներից։ Դրան գումարած քեզ ոչ մեկ չպետք է ներվայնացնի, ներվայնացնող միշտ կան, վարորդից սկսած եւ այլն։ Ես պաշտոնեն զբաղացրել եմ, գիտեմ ինչ բանա, օգնականով վերջացրած։ Եվ ստացվում է շատ հասարակ հարց, ամեն ինչ ունես, փող ունես, մարդիկ եկել են, նոր մարդիկ եկել են իշխանությանը եւ տարական առաջի քայլը ինչ անես, միանգամից կախվում է եւ երկիրը սկսում է քանդվել։ Մի բան էլ ասեմ ու անցնեմ նյութին։ Երկրորդ խնդիրը այն է, որ Հայաստանում դժբախտաբար եւ հայերը ընդհանրապես կառավարումից շատ հեռու են, ինչպես խոզը տուրնից։ Շատ կոպիտ եմ ասում։ Որտեղ
հայերը կառավարումը խառնում են ղեկավարման հետ։ Կառավարումը դա մի բան է, ղեկավարումը դա մյուս բան է։ Ղեկավարումը դա այն է, որ մենեջմենտ են ասում։ Ընդ որում չգիտես ինչու շշաձևեով է արտասանում, որտեղ չգիտեն ինչ է նշանակում։ Մենեջմենտը երեք լեզուներով եմ ասում, անգլերեն management, ռուսերեն руковождение, հայերեն ղեկավարում։ Այդ երիտասարդները թող իմանան, որտեղ գլուխները արտուկում են ամբողջ մեր բուհերում։ Կառավարումը անգլերեն control-նա, ռուսերեն ուправлять, հայերեն կառավարել։ Manage բառը լատինական manus բառից է, ձեռ ռուսերենը լավ ասում, ռուկոյ վադից։ Руковождение, այսինքն մենեջերը դա կառավարումը մարդկանց, որպեսզի կառավարիչի խնդիրները լուծի։ Ինքը մի կլաս ցածր է։ Մեզ մոտ գրեթե ամենտեղ կառավարիչ չկա, որպես կանոն լավագույն դեպքում ղեկավարները։ Ինքը պետքա կառավարման ցուցում ստանա կառավարիչից, որ հետո սկսի ղեկավարել, հրամանտա, ինչ-որ բան կազմակերպի, այդ մենեջերն է։ Մենեջերը կառավարման բուրգում միջին եւ ստորին օղակներում են։ Այնինչ մեզ մոտ լուրջ ասում են մենեջմենտ, կառավարման մեջ դա մոտավորապես ինժեներ, լավագույն դեպքում ստարշի ինժեներ մակարդակի է, ոչ է։ Բայց այնպես լուրջ դեպքով են ման են գալիս այդ մենեջերները, որ ես ուղղակի ապշում եմ ինչքան ենք մենք անգրագետ։ Կառավարիչը նա է, ով եւ խնդիրն է դնում, եւ իմանում է որտեղ է գտնում, եւ ոնց պետք է գնալ, եւ կազմակերպում է այդ process-ը։ Մեզ մոտ համարում են, որ կան խելոք մարդիկ, ամենտեղ ինչ-որ հացերով խորացված, կառավարիչին ասում են սա արա, նա արա, ինքը անի, դա կառավարիչի, դա ղեկավարին են ասում։ Իսկ կառավարիչը հենց նա է, ով կառավարում է։ Հաճախ ասում են, չէ, ջևդամասոն, հետո տարբեր օթյակներ կան, կամ բրիտանական թաքու կողմից է ղեկավարվում, կամ տարբեր բանը, ակումբներից, ռոմեական ակումբ, եւ այլն եւ այլն։ Այլ նրանք կառավարիչներ, հենց նրանք են կառավարը, ոչ երբեք նրանք, ով երևում են, նրանք ղեկավարներ։ Բարակ Օբաման լավագույն դեպքում ղեկավարը։ Կառավարումը նա ով չի երևում։ Այդ Բարակ Օբաման կարա հրամանագրեր, ստորագրի, ինչ-որ ելույթ ունեցա, դրանք ղեկավարներ են, ճիշտ է, պետության, բայց ղեկավարներ։ Ես սա հատուկ եմ ասում, որ մենք շատ արագ իրար հասկանանք։ Ես ասեմ, որ ամեն ինչ ես ասելու եմ, ես դա կարող եմ ստորագրել, փաստերով ապացուցել, որոշ փաստեր կբերեմ, որոշ բաներ կասեմ, հույս ունենալով, որ դուք կհավատաք։ Եվ նայեք, առաջին մեր խնդիրը։ Մենք շատ ենք սիրում ճգնաժամ, որտեղ հայությունը դարերով դուրս չի գալիս ճգնաժամի մեջից, երևի հոգեհարազատ մի վիճակ է, եւ մենք շարունակում ենք սերունդ մնալ ճգնաժամի մեջ, բայց մենք չենք փոխվում, միշտ ճգնաժամերը փոխվում են։ Այս է եղանակը։ Մենք չենք ընկալում ճգնաժամը որպես շատ լավ հնարավորություն ասեմ ինչը։ Երկու մոտեցում կա ճգնաժամի, արևմտյան պլաստմասային մոտեցումը, որոնք մսվել են դեռ հին հույնները, որոնց համար ճգնաժամը սարսափելի լավ շրջան է, որտեղ փոփոխություններ են լինում, դիսկոմֆորտ է լինում։ Եվ կա արևելյան մոտեցումը, որը ճգնաժամը բնորոշում է բարենպաստ պայման։ Պատկերացնում եք, արևելքում ճգնաժամը համարում են բարենպաստ պայման։ Հիմա ես իջնեմ մինչև օրգանիզմ։ Ուրեմն եթե դուք երկար ժամանակ չեք հիվանդանում, շատ վատ։ Եթե ձեր կյանքում երկար ժամանակ ամեն ինչ լավ է, դա շատ վատ է, այդ նշանակում է լինելու է արհավիր։ Ճգնաժամը արդեն ցույց է տալիս հիվանդությունը, որը բացվել է, որովհետև այն, եթե դու չես տեսնում հիվանդություն, դեռ չի նշանակում ճգնաժամ չկա։ Ճգնաժամերը, որ հիմնական մասը ճգնաժամերի լատենտային փուլ ունեն, այսինքն չերևացող փուլ։ Իսկ մեզ թվում է ամեն ինչ լավ է։ Հիմա տեսնենք ես օրինակ բերեմ։
նու մի հատ մեթոդ կա, ես արդեն մի անգամ ներկայացրել եմ պատմության կորը, որտեղ առատայից սկսած կառուցել ենք հայության կորը, ոնց է իրան պահել, ինչ ա եղել, ինչ պատճառներ ա եղել, եթե պետք լինի մի օր էլ կստեղ կներկայացնենք, եւ ինչ խնդիր առաջացավ, ասեցի մինչև այդ 2009 թվականին ես որոշեցի կորը կառուցել մոտակա ժամերին, ոչ թե ամբողջ դարերի, եւ ինձ մոտ տվեց 2015 թվական պլյուս մինուս կես տարի մեզ մոտ լինելու է ամենավտանգավոր փուլը, 2009 թվականից բոլոր ԶԼՄ-ներով հաչում եմ բառի բուն իմաստով, որ մտնելու ենք 2014-ի կեսերից մինչև 16-ի կեսերը լինելու է մեծ ցնցումներ Հայաստանում, վստահ ասում եմ, որտեղ 30-40 նյութեր կան, համացանցում, վիդեո եւ այլն։ Ուրեմն ոչ ոք չի լսում, ասում են ինչ գիտես, եւ այլն, որտեղից գիտես, նու այն որ ապրիլի 2-ին ինչ եղավ, կարծում եմ բան, հարսանիք չէ, ճգնաժամ էր շատ ուժեղ, այո, պայթյունավտանգ եւ պայթեց, այո, եւ զարմանալին ինչ է, բերեմ մի հատ օրինակ, ինչքան մենք դոդոշենք, այս տարի մարտի 30-ին ինձ մոտ ասումից է, ուրեմն ես էի դրել թեմաս գալով, որ արդեն վիճակը վատանում է, որ Հայաստանի առջև կա մարտահրավերներ։ Գալիս եմ ասումիսին, լրագրողները նստած լուրջ դեմքով ասեց, պարոն Մեսրոպյան, կլինի սկզբից ընտրականորեն գիրքը քննարկենք, հետո մնացած ժամանակը քննարկենք այդ ձեր մարտահրավերները։ Ասի բարիք ջան, այդ իմ մարտահրավերները չէ։ Ուր որը ու ասեցի, որ այդ կորն եմ կառուցել, մենք մտածենք արդեն ճգնաժամի մեջ, տատանում է Հայաստանը։ Սենց նաև հորթի հայացքով, ես ձեր առնոցով խոսացի ընտրական օրենսգրքի, հետո ասեցի ժողովուրդ, հետո չասեք, որ չեմ զգուշացրել, վերջի անգամ եմ զգուշացրել, առավել կայլներում 40 ժամից հետո պատերազմը սկսվեց։ Հիմա նայենք, ճգնաժամը դրա համար, քանի որ մենք կառավարումից հեռու ենք, չենք հասկանում կառավարումը, բնականա ճգնաժամեր չենք զգում, բնականա ճգնաժամից կյանքում դուրս չեն գա, անգամ եթե բոլոր պատասխանների տարբեր ակումբներում ունենանք։ Ընտիր բոլոր պատասխանները ունենանք, ասում եմ մարդը մտնելու է կաբինետ ու կորի։ Երիք չի կորի, փոխվի։ Ու դուք այդ մարդուն չեք ճանաչի։ 88 թվականից գրեթե բոլորին անձամբ գիտեն, իմ աչքից առաջ իրանք կորել են, այսինքն ուրիշ մարդ են դարել։ Այն որ իրանք ազնիվ ուզում են, ոչ մի բան էլ չստացվեց։ Ընդ որում մի բան էլ ասեմ ու անցնեմ նյութին։ Միշտ ցանկացած ղեկավարին մի բան առաջարկում ես, ասում են եւ ընտիմադիր ուզմա իշխանական ասում են ժամանակ չունենք։ Առաջի ժամանակ չունենք, ես լսել եմ 88 թվականին։ Ումից Բաբկեն Արարսյանից։ Ասեցի Բաբկեն, բաբիկ ասի, պրոբլեմ կա, այս պետք է լուծել, ասում եմ, մենք հիմա ժամանակ չունենք, ասում եմ, երբ պետք ունենա։ Ասում եմ, դե որ պետություն լինի Ղարաբաղը մեն, արա ասում եմ, տենց չի։ Հետո որ պետություն եղավ, իրան տես ասի, հիմա ժամանակ չունենք, հասկանում ես պետությունը կայացման փուլը, այսինքն մտելա կաբինետ արդեն, ասես։ Այն սենց գնալու է։ Ու երբեք չերասեք, ոչ մի տոկոս էլ չկա, եթե մենք չունենանք կառավարիչներ, մենք այս երկիրը թեկուզ 1 միլիմետր բարձրացնենք։ Անգամ եթե գաղափարապես արժեհամակարգով պատրաստենք, որովհետև քայլերը շատ կոնկրետ է, ձախվող, աչվող, վերացական պատմության մեջ խորանալը շատ լավ է, բայց դրանից հետո պետք է լինի կառավարման փուլ։ Հիմա այստեղ հիմա ես մի քանի հատկանիշներ ասեմ կառավարման ճգնաժամի։ Ուրեմն նայեք, առաջինը ինչ է նշանակում։ Առաջինը նշանակում է, որ Հայաստանը ստանդարտ մեթոդներով փրկել անհնարին է։ Այն որ միջազգային արժեքային հիմնադրամից գալիս են ասում են սա արեք, հետո ուրիշ տեղից ասում են սենց արեք, այս պետությունում չի աշխատի։ Ճգնաժամը միշտ առանձնահատուկ է։ Համարժեք տարբեր տեղերի նույն ճգնաժամ չի լինում։ Հետևապես, քանի որ
գործող միջոցները համարժեք չեն, ուրեմն այն ինչ մենք արել ենք, այն ինչ մենք սովորել ենք, այն ինչ մտածում ենք անել, ընդհանրապես պետք է մոռանալ առանց քննարկման, որտեղ մենք ունենք շատ կոնկրետ ճգնաժամ, շատ կոնկրետ խնդիրներով, շատ կոնկրետ պատճառներով։ Առաջանում է անկախատեսելի իրավիճակ։ Հիմա այս իմ կորը, որ ես շարունակեցի, տեսա, որ հիշեք իմ խոսքերը, մինչև մյուս տարվա կեսերը առնվազն արհավիր, մի հատ արհավիր լինի։ Այդ գարանտիա եմ տալիս, որտեղ իրավունք ունեմ արդեն 7 տարի հաճ, որը եւ կլինի անկախատեսելի։ Մենակ չեմ կարող ասեմ ինչ ձևով է լինելու, որ լինելու է վտանգը, ասում են, այ ոնց է մոր սիրտը, չէ։ Ասում են տղա ջան, մի գնա այնտեղ։ Տղեն ասում է, ինչ է լինելու, որ այ ասում է մի գնա, զգում եմ վատ բան, որ տղեն չի ասում, հələ մի հատ report գրի, ինչ է լինելու։ Եթե խելոքը լսում է մորը չի գնա։ Հաջորդը։ Սա էլ է լավ, ճգնաժամի ժամանակ թուլերը հեռանում են, իսկ ուժերները մնում։ Հիմա բնական հարց է ծագում, ինչի հայերը փոքր են, թույլ են, չգիտեմ, այդ բառերը չեմ սիրում, ոչ փոքր են, ոչ թույլ են։ Բայց լինելով պերմանենտ ճգնաժամի մեջ չեն վերա, շատ պարզ բացառություն։ Իրա գենոֆոնդային այդ հավաքումները մեջի, գենետիկան, ունի մի քանի կետեր, ես չեմ ուզում խորանամ, որտեղ մտնելու եմ կորի մեջ, որոնք բավականին դիմացկունություն են դրել մեր ազգի մեջ։ Ազգի օնթոլոգիան դա այն է, որ ասենք թե ազգը ինչ պատմություն ունեցել է, նաև ինչի համար ինչ առաքելություն ունի, այդ սա ամբողջությունը ստիպում է ազգին ինչ-որ կերպարի մեջ մտնել, եւ բնական է այդ կերպարին բնորոշ հատկություններ ունենա։ Այ ազգը շատ դիմացկուն է, այդ կորը, որ մենք կառուցել ենք, պարզվում է մենք ճիշտ է, գահավիժում ենք, բայց շատ դանդաղ։ Իսկ երբ ասենք թե վերցնենք ասորիների կորը մնացածների, այրացնում մի անգամից վայրկյանական գահավիժում է։ Անգամ 1915 թվականը նայեք ինչ հետաքրքիր մի ֆենոմեն ցույց տա, որը հետո ունեցավ Իսրայելը։ 6 դար չունենք պետություն, 15 թվականը գագաթն էր մեր ողբերգության, 18 թվականին հանգարցակի ինչ-որ անկապ մի հատ, անկապ ճակերտնավոր վերելք է լինում, ինչ ճակատամարտեր լինում են, գրեթե բոլորը հաղթում ենք, հետո սկսվում է երկրորդ աշխարհամարտը, հասնում ենք Բեռլին, Քոչարի ենք պարում, Ստալինը մենակ հայերին թույլ է տալիս ազգային ստորաբաժանումներ ունենալ, Ստալինը, միայն հայերը ունեին, ուրիշ ազգերին չտվեց, հետո գնաց Արցախյան պատերազմ, այսինքն մի ֆենոմենալ մի երևույթ, ազգը, որը ջարդված պետք է լինի, վերջի ջարդից հետո հանգարց սկսում է ջարդել բոլորին ռեալ պատերազմում, դա չի նշանակում, որ դիվանագիտություն ունենք եւ այլն, բայց ազգի ոգին հանգարցակի արթնացավ։ Սա ֆենոմեն այդ նշանակում է, որ մենք մեր օնթոլոգիան չգիտենք, մենք մեզ չգիտենք, որովհետեւ ցանկացած նորմալ ազգ 15-ի թվից պետքա ջախջախված լիներ գոնե ոգով։ Եվ հանգարց սկսվում է պատերազմական հաղթանակների շարը։ Անհասկանալի է, ես պատկերացնում եմ քանի թուրք այդ գաղափարից երեխուց կդրվեցին, որտեղ դա չի կարելի, դու ոչնչացնում ես ազգին, որից հետո ինքը սկսում ամեն քայլափոխին տարբեր պատերազմներում հաղթեն, դե եկեք հասկանանք, այդ ինչ է։ Ուրեմն իրոք մենք շատ վատ, եթե չասեմ գրեթե մեզ չգիտենք։ Ասեն ինչն է ստեղ խնդիրը, երբ 48 թվականին բանը ստեղծվեց Իսրայելը, իրանք մի խնդիր զգացին, անգամ Գոլդեմեյերն էլ մի քանի անգամ ասել էր, որ իրանք կունենան բանակի ոգու պրոբլեմ, որտեղ հրեաները դարեր շարունակ չեն պատերազմում։ Բանկեր եղել են, փողի փոխանակում եղել են, առևտուր արել են, բայց հրեա պատերազմող, հրեա զինվոր դες պրոբլեմ չկա։ Վարշավյան կոտորածի ժամանակ ոչխարների նման էին կոտորում գերմանացի հրեաներին։ Մի երկու բան ա եղել, ամբողջություն, բայց ընդհանուրը քաշվա։ Հրեաները, որտեղ իրանք
ամբողջ բանը ոգի չունեցող ազգի եւ հрья մեծերը ամեն ինչ անում են, որ այդ ոգին սկսեն արհեստական ներշնչել ազգի մեջ, ընդ որում դրանից էլ սկսվեց դա է, որ բոլորը պետքա բանակ գնան, որ բանակը սկսեց այնպիսի բարձունքի բարձրանալ, որ եթե քո երեխեն կապ չունի աղջիկ տղաք չի գնում բանակ դան, ընդհանրապես շատ վատ, այսինքն շատ արագ սկսեցին փոխել կուտակված հոգեբանությունը։ Հայերի մոտ նման բան չեղավ, հայերը 3 տարուց հետո, ջարդից հետո սկսեցին ուրիշներին ջարդել։ Ինչով է լավ ճգնաժամ։ Միայն ճգնաժամի ժամանակ հնարավոր է թռիչքային զարգացում։ Ոչ մի այլ դեպքերում թռիչքային զարգացում չի լինի, թեթևակի զարգացում կարող է լինի։ Ընդ որում, ինչքան անելանելի է ճգնաժամը, այնքան ավելի մեծ հնարավորություն է ավելի մեծ թռիչք անելու։ Այո, սա այսպես կոչված բիֆուրկացիոն կետ է, որը ես կբացատրեմ ինչ։ Դրա համար կա այսպես կոչված հակաճգնաժամային կառավարում։ Ուրեմն բնական շատ պրիմիտիվ է աշխատում այդ հակաճգնաժամային կառավարումը։ Հակաճգնաժամային կառավարումը բառի բուն իմաստով պրիմիտիվ է, ինքը գիտեք ինչ է, աշխատում է վիրահատողի տրամաբանությամբ։ Վիրահատողը այսպիսի գիտություն կա բանը արհավիրքների բժշկություն, մեդիցինա կատաստրոֆ։ Այնտեղ մի խնդիր է դրանց, մարդուն չտալ մեռնել։ Այ հակաճգնաժամային կառավարումը այդ առաջի կետը մարդուն չտալ մեռնել։ Այսինքն բոլոր վատ տենդենսների կասեցնում, որպեսզի էլ նահանջ չլինի։ Երկրորդը արդեն ստեղծել հիմքեր, որ դուրս գալ ճգնաժամից, շատ տրամաբանական է, բոլորը պարզ է։ Եվ հենց որ դու կանգնացնում ես պայմանները ստեղծում ես, երրորդն էլ բանը առողջացում է գնում, որից հետո թռիչք է գնում։ Ես տարբեր երկրների օրինակները կներեմ, բոլորը նույն տրամաբանությամբ են ունեցել։ Աշխարհի բոլոր ժամանակների բոլոր ճգնաժամերը, սկսած մի բջիջի ճգնաժամից, վերջացված տիեզերքի ճգնաժամից, այս մի տրամաբանությամբ է։ Ազգի ճգնաժամ, պետության ճգնաժամ, օրգանիզմի ճգնաժամ, ընտանիքի ճգնաժամ, ֆիրմայի ճգնաժամ, ամեն ինչ այդ նույն տրամաբանությունում է։ Հիմա տեսեք ինչ է ցույց տալիս մեզ մեր պատմությունը։ Մենք կամ նախաճգնաժամային վիճակում այս տեսնում եք, այս կամ ճգնաժամի վիճակում կամ անդոր վիճակում, բայց երբեք մենք այս թռիչքը չենք անում, բայց մենք արդեն մի թռիչք ունեցանք, ոգու թռիչքը։ Ես հատուկ ոգու մասին չեմ խոսում, որտեղ շատ են խոսում, շատ են մեզնով զմայլվում, այդ պարզ է, շատ ֆենոմենալ բան է, թող ուրիշները մանտրաշ ունեն, մենք մանտրաշ չունենք։ Հիմա տեսեք, այս կետերը, այսպես կոչված բիֆուրկացիոն կետեր են, ուներեն բին երկուսա նշանակում, ինչ որ պահ գալիս, որ համակարգը կարևոր չի ինչ համակարգ։ Կամ պետքա թռիչք անի վերև, կամ պետքա անկում ապրի։ Ընդ որում այդ կետում համակարգը ոչ մի բան իզարու չի անել։ Օրինակ, ապրելի երկուսը դա բիֆուրկացիոն կետ է։ Ոչ մի բան չես կարող անել։ Մինչև այդ թաթարաբացություն են կարել, դրա շնորհիվ ընկանք ապրելի երկուսի մեջ, այն ժամանակ դու մի բան պետք է անես, չանես կվերանաս։ Այսինքն քո ընտրության հնարավորությունը հավասար է 0-ի։ Հետո սկսվում է ճգնաժամ, ճգնաժամից հետո խախանդ անդոր վիճակ, շատ խափուսիկ, որից հետո կամ էլի անկում, կամ էլի թռիչք։ Անկում կլինի թե թռիչք, կախված է այս անդոր վիճակում դու ինչ ես արել։ Քանի որ մենք ոչ մի բան չենք արել, կլինի հաջորդ անկում։
Մենք հիմա բիֆուրկացիոն կետի մեջ ենք արդեն, ոչ մի բան մեզնից հիմա կախված չի, մենք մի ձևի պետքա պահենք իրավիճակ, մինչև մյուս անդոր վիճակ, այդ որ 7 տարի հաչում էի, հիմա արդեն չեմ հաչում, ասում եմ, այ հիմա ոնց ուզում եք, ինչ ուզում եք արեք, ես ոչ մի խորհուրդ չեմ կարող, որտեղ գիտությունը չունի նման պատասխան, ժամանակին դու պետքա պատրաստվեի. Այսինքն մենք հիմա վիրատողի դանակի տակ ենք, կամ կստա հաջող կլինի օպերացիան, կամ չի ստացվի։ Հիմա եթե անգամ սա հայերով նստենք, մտածենք ինչ անել, անիմաստ բան։ Եթե մենք հիմա գնանք տներով, կամ տներով չգանք գիշեր ցերեկ ինչ-որ պրպտենք, նույն հաշիվն է լինելու, որտեղ մենք բիֆուրկացիոն կետում ենք։ Դրա համար այդ իմաստով արդեն պետք է հանգստանալ։ Ոչ մի հետազոտումներ, որոշումներ, գյուտեր, բան, ոչ մի բան արդեն չի հասնի դրա։ Մենք մտել ենք բիֆուրկացիոն կետի փուլի մեջ, որտեղ ոչ մի բան չեն անում, միայն փորձում են վարի չգնալ։ Վերջ, մեզ մոտ հիմա մի նպատակ է վարի չգնալ։ Վարի չգնանք, կընկնենք այս հաջորդ փուլի մեջ, անդորի փուլ, այն ժամանակ պատրաստենք։ Հիմա պատրաստվելու չենք կարող։ Ուղղակի չի ստացվում։ Եվ ինչ չի կարելի անել ճգնաժամի ժամանակ։ 3 բան չի կարելի անել, որը մենք 3-ն էլ անում ենք։ Առաջինը, չպետք է փորձել դուրս գալ ճգնաժամից։ Դա անհնարին բան է։ Անհնարին։ Ճգնաժամը պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա, եւ մի բան մենակ փորձել անել 4 խաթերի վրա ընկնել։ Այսինքն նվազագույն կորուստներով, ջարդումներով եւ այլն պրծնել ճգնաժամից։ Դուրս գալ ճգնաժամից, ինչ որ գարի դինում են մարդիկ, որոնք միանգամից ասում են, այս ռեցեպտով մեր ազգը դες բան չկա։ Անհնարին է, ես գարանտիա տալիս։ Կարամ գրավորել գրեմ, գրազգամ ցանկացած գումարի վրա։ Ճգնաժամի ժամանակ չեն դուրս գալիս ճգնաժամից, միայն մի խնդիր են լուծում։ Ոնց փափուկ նա վայրը չկատարել։ Հնարավորինս փափուկ, վերջ։ Ցանկացած կենթանի իմիջիալուց այդպես են անում այդ ուշად։ Այսինքն մեջքի վրա չեն գնում։ Բայց երեխաներն անգամ մեջքի վրա որ ընկնում, այնքան այնպես է անգնում, որ նվազագույն կորուստներ ունեն։ Սա բնական է, բնական շարժումներն են մենակ փրկությունը, արհեստական չորտեսություններ հնարեն պետք չի։ Ճգնաժամի մեջ պետք է մտածել մենակ մի բանով, գլուխը չջարդվի, մեջքը չջարդվի եւ այլ։ Վեր չխոսալ ոնց անգներուց պրծնեմ արդեն ընկնում ենք։ Երկրորդ բանը չի կարելի անել։ Դա այսպես կոչված նոստալջի ռեժիմ է։ Սկսած սովետը լավ էր, առաջին նախագահի ժամանակ լավ էր։ Սա սարսափելի մոտեցում, այնչի, որտեղ հենց որ դու ընկնում ես նոստալջի ռեժիմում, դու իրականությունից կտրվում ես։ Դու սկսում ես երազել մի ժամանակներին, որը երբեք չի գա, իսկ ասեմ ինչու երբեք չի գա։ Ցանկացած համակարգ մարդն են, մի անգամ եթե ճգնաժամով անցնում է, ինքը արդեն նախորդ համակարգը չի։ Օրինակ, տղեն ում դավաճանեց աղջիկը, կյանքում արդեն 100%-ով աղջիկներին չի հավատում։ Ուրեմն ինքը արդեն ուրիշ համակարգ է։ Ճգնաժամով անցած ցանկացած համակարգ երբեք չի վերադառնա իր միջ ճգնաժամային վիճակը։ Թեկուզ արդեն հոգեբանորեն։ Օրինակ, ինչի բոլորս շատ լավ հիշում եք մեր մանկությունը։ Որտեղ այն ժամանակ քիչ էինք հասկանում, մեզ համար շատ էին անում, հիմա կարող ենք գալ մանկության մեջ։ Կարանք միանգամից դոդանանք եւ մեր տեղը ամեն ինչը բոլորը անեն։ Մենք էլ մոռանանք այն հարվածները, որ կերանք։ Բայց պետք է չի։ Այո, ճիշտ է, որ պետք չի։ Բայց ուզում եմ ասեմ, որ նման բան իրավունք չի կարող։ Դրա համար այդ նոստալժի, հենց որ մարդ ասում այն ժամանակներ ասում են, այս ասում են բաշրտել են, արդեն խոսալու բան չկա, որտեղ ինքը ինձ իրականությունից շեղելու է։ Եվ երրորդը ինչ չի կարելի անել ճգնաժամի վրա այսպես կոչված յոլա, դա ենք անում։ Սենց էլ մնալ լավ։ Այդ սենց էլ մնալ լավը բերելու է հաջորդ ճգնաժամի։ Այս սա է։ Այս էլ յոլան է, այս նոստալժին է, որ ուզում ենք վերադառնալ միջև անկումը, սա էլ յոլան է։ Չի կարելի։ Որտեղ երբ դու
մենք պետք է հասկանանք այս խախանդ ժամանակը ինքը խիստ սահմանափակ է ժամկետի մեջ։ Ուզենանք պայել, չուզենանք պայել, մեկը մենք մոտենալու ենք բիֆուրկացիոն կետի։ Եթե մենք այս վիճակում մտածում ենք ոնց յոլա գնանք, 100%-ով հաջորդը կլինի նորից անկում, բայց ոչ երբեք թվիչ։ Այս երեք բաները մենք միշտ անում ենք, դրա համար դառել ենք պերմանենտ ճգնաժամում ապրող ազգ։ Որտեղ կա գիտություն եւ հազարավոր տարիներ մարդկությունը, ազգերը կամ դուրս են եկել ճգնաժամից, կամ ճգնաժամից հետո խրվել է։ Ասարակ մի բան ասեմ, ուղղակի մտածելու տեղ կա։ Օրինակ Ասորիստանը եւ մնացած իրանք ոնց քանդվեցին։ Իրանք հասել են ճգնաժամից հետո բիֆուրկացիոն կետ, առանց այդ հանգստի միանգամից գնացել են էլի ներքև։ Մի քանի ճգնաժամեր նստում են ու համակարգը փլուզվում։ Մեզ փրկում է, որ հայերը իներցիոն համակարգ են։ Այսինքն ժողովրդի լեզվով ասեմ, բայց բարին բանով եմ ասում, դանդաղուշ ազգիկ, այդ շատ լավ պահպանողականությունը, որ մեր մեջ կա, քյարթությունը մեզ փրկում է։ Զարմանալի բան է։ Կարող է ասենք դինջություն է։ Եվ դնջություն կա, եւ անգամ անգրագ եւ քյարթուն շատ ավելի շատ բան ապահում համակարգը ստաբիլիզացնելու կամ ազատամիտ ինչ-որ մի հատ գոմի կարելուց։ Բուրգերացում։ Որովհետեւ այդ քյարթությունը հենց բերում է նրա, որ համակարգը ունի ներքին կայունություն։ Օրինակ բանում, ինչի մի երկու հատ այդ գոմիկները բաներ են անում, ցուցադրական բաներ են անում, են մի երկու անգամ եղել է հյուսիսային պողոտար։ Որտեղ այնտեղ դեռ կարող են մի քիչ դուրս գան, գնան երրորդ մասանը, գլուխները կջապեն։ Այսինքն այդ սա ձևական բան է, ու այդ քարտությունը պահում է ազգին։ Նայեք, օրինակ կարելի է շատ գիտական աշխատանքներ գրել, բայց կառավարումից ելնում է քարտությունը մեզ պետք է։ Վերջ։ Մենակ դրա համար է պետք, որ մեկ պինդ լինենք։ Հետո, ուրեմն բոլոր համակարգերը ընկնում են ճգնաժամի մեջ։ Եթե այս կամ այն համակարգը ընկավ ճգնաժամի մեջ, դրանից չի բխում, որ համակարգը վատն է։ Ճգնաժամը կա, չկա, համակարգի մասին ոչ մի բան, ոչ մի եզրակացություն չեն անում։ Համակարգի որակը որոշում է ոնց է իրան պահում համակարգը ճգնաժամի մեջ եւ ինչ հետագծով է դուրս գալիս։ Վերջ։ Ավելին ասեմ, համակարգը, որը չի ընկնում ճգնաժամի մեջ, մեռնելու է։ Ընդհանրապես, այդ նշանակում է ինքը արդեն ճգնաժամի մեջ է, որը չի զգում։ Դու ինչ ես շակում ճգնաժամ, ես պետքա տեսնեմ, չէ՞, ինչ չեն կարա պատմեն ճգնաժամ կա։ Եթե ես դուրս չեմ տեսնում ճգնաժամը միշտ կա։ Նա միշտ կա։ Ուղղակի պետքա տեսնես, զգայուն ես տեսնում ես, զգայուն չես ուշ ես տեսնում։ Ինչքան ուշ տեսնես ճգնաժամը, այդքան ավելի ավերածությունները մեծ կլինեն։ Էս ասեցի։ Սա էլ ասեցի։ Հիմա ես գամ թիվ 1 մեր խնդրին, ինչի մենք պերմանենտ ճգնաժամի մեջ ենք։ Դա մեր պատմականորեն ձևավորված բացասական ընտրասերուն։ Negative selection։ Այսինքն երբ 2-ից ընտրում ենք վատին, 3-ից ամենավատին։ Օրինակ, ես հիմա ասեմ արդեն մեր ազգային մահացու վտանգը ինչու՞մն է։ Հենց որ դուք տեսնում եք սոցցանցերում, թե ձեր շրջապատում, թե ԶԼՄ-ներում, քննադատում են որևէ մեծի, որևէ երևույթ ազգի, առավելևս հետևյալն է, էսով է, ինքը որտեղից գիտի եւ այլն,
ընդ որում հрьяաների մոտ ճիշտ հակառակն է։ Նշանակում է մենք շարժվում ենք դեպի համազգային մահը, որտեղ մենք թաղում ենք դրական ընտրասերումը, իսկ բացասական ընտրասերումը նշանակում է, որ ինչքան բարձր է պաշտոնը, այնքան մեծ է հավանականությունը, որ կզբաղի այդ պաշտոնը, զբաղեցնի անարժանը։ Համակարգերը, որոնք կառուցված են անարժանիների, այսինքն բացասական ընտրասերման դրամաբանությամբ, կոչվում են կակոկրատական։ Կակոս նշանակում անարժանային, կրատոս իշխանություն։ Համակարգերը, որոնք միտված են ընտրասերման մեջ լավագույնին ընտրել, դրանք մերիտոկրատական համակարգեր, էլի ուներ են մերիտոս արժանի, կրատոս իշխանություն։ Մենք կակոկրատական ազգ ենք։ Սա է մեր թիվ 1 դեպի մահ տանող ճանապարհ։ Որովհետև հիշում եք մենք սկզբից ես ինչ ասացի, ով է լինելու, ինչ անելու։ Սևեռվեցինք ինչ անելու, ով է այս կաբինետը զբաղեցնելու, բայց ով պետք է լինի։ Շատերը ասում են հայ լինի, այս անի եւ այլն, դուք շատ լավ խոսացիք այդ իմաստով, որ մենք այլ պարամետրներով ենք մարդուն չափ, ինքը լավ է խոսում։ Էդ ինչ մի պարամետր է։ Ինքը լավ է խոսում։ Առաջի անգամ դա եղավ, երբ ընտրում էին Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինքը լավ է խոսում, դա ինչ պարամետր կառավարման մեջ։ Կամ ինքը պատերազմ անցել, դա պարամետր չի։ Այսինքն պարամետր է, բայց մենակ այդ պարամետրով, մի պարամետրով, երկու պարամետրով մարդուն չեն ընտրում։ Եվ մենք, մեր խնդիրը հետևյալն է, ընդունենք նման ակումբները շատ են, ամենաընտիր ծրագիրը մշակեցին, ամենաընտիր գաղտնիքները բացահայտին, օրինաչափությունները մեր պատմության, անուն ազգանուն, ով է լինելու, նախագահ, վարչապետ, այս նախարար, անուն ազգանուն, աչքս թող կողեն, չեն կողում։ Շատերը ասում են, մենք այս ռեժիմը կգցենք, մենք կգանք, ասում են, լավ, անուն ազգանուն, ով է լինելու էկոնոմիկայի նախարար։ Դե մենք կընտրենք, ասում են, չէ, հիմա ասա, որովհետև հենց դու հեղափոխությունը թաքնեցին, մեկը պետք է չէ կաբինետը անցնի, ով է անուն ազգանուն ասա։ Եթե չեն ասում, մնացածը արդեն տավտալոկ է։ Անիմաստ հետազոտություններ, անիմաստ պայքարողներ։ Միշտ պետք է քո գործդ կպցնես անուն ազգանունի, որպեսզի հետո վզից բռնես ու պահանջես։ Եթե վերացական ենք խոսում, սրանք գնան, մենք կգանք, մենք ով, անուն ազգանուն, որտեղ, ով։ Այսա գալիս է նրանից, որտեղ մենք կակոկրատական մտածելակերպ ունենք, մենք շան նման վախ ունենք անուն ազգանուն տալու։ Բայց բոլորս ուզում ենք, որ մենք լինենք։ Եվ ես հետո որ կբերեմ պետությունների օրինակը ցույց կտամ այդ խնդիրը ոնց է լուծվում։ Սա էլ մեր վտանգն է, քանի որ մենք պերմանենտ ճգնաժամի մեջ ենք, մենք ներքուստ թլվում ենք։ Ուղղակի ժամանակի մեջ դա մեզ մոտ դարերով, հազարամյակներով է գնում, մենք չենք զգում, մենք ասորի չենք, որ մի քանի տասնյակ տարում քանդվենք։ Անգամ Եղեռնից հետո պարզվեց, որ դա վերերթել անգամ բերեց։ Մեզ քանդելը, ով իմանա մեզ ոնց քանդի, կքանդի, բայց աչքից դեռ չի։ Այդ հայտնի նամակը Հովհաննես Թումանյանին, Անդրիկ Իսահակյանին, որը ցույց է տալիս, որ մենք 100%-անոց կակոկրատական ազգ ենք։ Մեծ լորեցին դա ֆիքսել է։
Գիտեք, ուղղակի դա որպես թեմա է ամփոփում։ Եթե մենք գտնենք ձևը ջարդել կրատական մտածելակերպը, ամեն մեկս կարող գնանք մեր գործերով եւ երկիրը կսկսի զարգանալ։ Ես ասացի, որ թռիչքը լինում է միայն խորը ճգնաժամի ժամանակ։ Ոչ մի անգամ լավ պայմաններից թռիչք չի լինում երբեք, սա էլ է կյանքի օրենք։ Միայն ճգնաժամ պետք է։ Միջալոց տարբերենք բանը աճը եւ զարգացում։ Շատերը չեն տարբերում, ինչով է տարբերում աճը զարգացումից։ Աճը թվաբանական պարամետրների փոփոխություն, զարգացումը որակական պարամետրներ։ Իսկ թռիչքը եւ քանակական, եւ որակականի համախմբված լավացում, մեծացում, լավացում եւ այն եւ այն։ Թռիչքը չի կարող լինի միայն քանակական կամ միայն որակական։ Հիմա սրա վրա կանգնենք, ուրեմն սկզբից վերջից սկսենք։ Աշխարհում ոչ մի թռիչքաձև զարգացում պետության, լինի դա Ճապոնիան, Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը եւ այլն, ոչ մեկը չի եղել, եթե հիմնված չի եղել տվյալ էթնիկ խմբի առանձնահատկությունների վրա։ Եթե դու անտեսում ես տվյալ էթնիկ խմբի առանձնահատկությունը, թռիչք երբեք չի լինի։ Ահա ինչու ուրիշների մոդելները չի կարելի կիրառել Հայաստանում։ Ես բերեմ մի քանի օրինակ։ Օրինակ Ճապոնիան ոնց սկսեց իր դեֆակտո թռիչքը։ 50-ական թվականներին սկսեց էլեկտրոնիկայի զարգացումը եւ այն ժամանակ հիշողությունը հետևյալ ձևով էին սարքում մագնիսական օղակներ էին եւ լարերը անցնում էին այդ մագնիսական օղակներով, ինչքան շատ մագնիսական օղակներ տեղավորում ես մի քառակուսի սանտիմետրի կամ մետրի վրա, այնքան մեծ է հիշողությունը։ Քանի որ ճապոնացի կանայք պատմականորեն մակրամե եւ մնացած այդ մանրագործությունը իրանք շատ շնացած են եղել, Ճապոնիայում առաջարկվեց այդ էլեկտրոնիկան զարգացնել միկրոյի վրա, հիշում եք առաջի կալկուլյատորները եւ այն սաղ ճապոնական է։ Այդ իրանց կանայց շնորհիվ իրանց ազգային առանձնահատկությունները թռիչ տվեց միկրոէլեկտրոնիկային, որը սկսեց հետ տանել մնացած։ Օրինակ Կորեայում միշտ եղել են օլիգարխները։ Այն ինչ մեզ համար վատ է։ Ուրեմն իրանք 50-ական թվականներում արհեստական ձևով սկսեցին ստեղծել օլիգարխիկ համակարգեր, օրինակ Hyundai, այդ լրիվ արհեստական ստեղծած էր բան LG-ն եւ այլն, սա այն ժամանակվա, որ Samsung-ը բոլորը որ նայեք 50-ական, 60-ական թվականներին, ընդ որում արհեստականորեն պետությունը ստիպեց, որ լինեն օլիգարխներ, բայց այդ օլիգարխները ունեն մի շարք պարտավորություններ պետության նկատմամբ։ Ընդհանուր իրանք պետք է եւ սոցիալական հարցը լուծեին, եւ հարակից ոլորտները զարգացնեն, ֆիրմայի վրա ոչ միայն շաքարներ կրում էր տրվում, այլ հետներ գործարան սարքել է սանել, որ ամբողջ ոլորտը բարձրանա։ Հետո 60-ական թվականներից, ավելի շուտ 70-ականներից որոշ ֆունկցիաները այդ համակարգերից հանեցին եւ հայտնվեց նոր էֆեկտ, կոչվում է ֆինանսա արդյունաբերական խմբեր, ֆինանսա պրոմոշնի գրուպը, որ մտնեք համացանց ՖՊԳ, որ կարդաք կորեացիք են հնարել։ Տեսեք, օգտագործեն իրանց տարբերակը։
Եվ մի վաղ ուրիշ պետությունների օրինակներ էլ կարող բերեմ, որ օգտագործում են ազգի առանձնահատկությունը։ Մենք ինչի պետք է նաև մեզ իմանանք։ Մենք պետք է ճշգրիտ մեր առանձնահատկությունները իմանանք, որ դրա հիմքի վրա կառուցենք մեր թռիչքային զարգացումը։ Ոչ մի ուրիշի անգամ ամենաընտիր մոդել ուղղակի անգամ կառավարման մեջ արգելում է ուրիշի մոդել կիրառել, որտեղ ասում է 100%-ով տապալվելու ես։ Ոչ թե 99-ը 100%։ Ես էլ երկրորդը ապահովում է սեփական դրական որակի։ Ասեմ դա ինչ է։ Ներվային բջիջները պատված են թաղանթով, կիսաթափածիկ տաղանդով։ Ոնց է աշխատում այդ կիսաթափածիկ տաղանդը։ 4 ֆունկցիա ունի։ Դրսից քաշում է այն ինչ բջիջին պետք է, արխեպլապակում է այն ամեն ինչ, ինչ վտանգում է բջիջին։ Բջիջից հանում է այն ինչ վտանգում է բջիջին, պահում է այն ինչ բջիջին պետք է, 4 ֆունկցիա։ Մեծ իմաստով պետության ֆունկցիան այդ 4-ն է։ Ուրիշ ֆունկցիա պետությունը չպետք է ունենա, ցանկացած ոլորտում։ Այսինքն, լավը պայի վատը շպրտի դուրս, լավը վերցնի վատը չթողնի ներս, սա է պետության ֆունկցիա։ Դա փայլում մի անգամ կիրառեց Ֆիդել Կաստրոն 60-ական թվականներին, երբ Միացյալ Նահանգները իրան բանը մեղադրում են, որ մարդու իրավունքներ եւ այլն ահագին մարդ է բանտարկված, մի օր ինքը ամնիստիա հայտարարեց համաներում ու սա այդ բանտարկյալներին ուղարկեց Միացյալ Նահանգներ։ Անցավ 40 տարի մինչև հիմա այնտեղ կուբինական մաֆիայի ձեռը ընկել են կրակ։ Շատ եք ուզում դեմոկրատիա, ստացեք մեր բանտերից եւ ինքը ազատեց ծախսերից եւ այլն Ամերիկայի հարավային նահանգները մինչև հիմա այդ խնդիրը ունեն։ Սա բաց թողնենք, սա հիմա այս տրալպային այդքանը կարևոր չի։ Ես բերեմ մենակ մի օրինակ։ Կառավարման մեջ ընդհանրապես բոլոր օրենքները կյանքի օրենքներ են, կառավարման հետ ընդհանրապես չեն փորձում վիճել, որտեղ վիճում ես իրական կյանքի հետ։ Օրինակ կառավարման մեջ ես մի հատ օրենք կա, երկար արագ զարգանալ վտանգավոր է։ Շատ վտանգավոր է, եթե դու մի բան ուզում ես արագ անես ու այդ արագությունը փորձում ես երկար ժամանակ պահել, դու ոչնչանալու ես։ Եվ երբ ես լսեցի, որ 2009 թվականին Չինաստանի այդ բացագույն կառավարման մարմինը աննախադեպ մի հատ հավաք հավաքեց իրաց մոտ, այդ վշենալուտն սապլանը, ընդ որում ժամկետից դուրս, եւ մի հարց են քննարկում. ինչպես դաղդաղեցնել Չինաստանի զարգացման արագություն։ Հնան իրանց մոտ 15-16%-ով ամեն տարի աճում է։ Սա սարսափած էին ու հանգարց այդ տարին հավաքվում է չինական ղեկավարությունը եւ մի հարց են նայում արտահայտը։ Ինչպես դանդաղեցնեն Չինաստանի զարգացումը։ Այստեղ ես հասկացա, որ Չինաստանը ամենավտանգավոր պետությունն է դառնում, որտեղ իրան գիտեն իրական կառավարումը։ Այդ մենք ենք չէ անպուշտ, եթե լավ ամեն ինչ ասում ենք էլի, այն ժամանակ տապալվում է։ Իսկ չինացիք ու անորում որոշեցին մոտավորապես տարեկան 8%-ի չափով հնան պետքա։ Աճի պլյուս-մինուս 1-1.5%։ Նայեք վերջի 7-8 տարի Չինաստանի հնայի աճը։ 8 պլյուս-մինուս 6.2, 7.2, 7.8, 8.1 պահում են 15-ից 16-ից իջեցրել են։ Արևմտյան պլաստմասի ուղեղը չընկալեց։ Ինչ արեցին չինացիները ու ասացին դա անում են, որտեղ չեն կարող պահպանել, ոչ։ Իրանք լավ էլ պահում են 15-16%-ը, ուղղակի գիտեն այս օրենքը։ Չի կարելի երկար ժամանակ արագ զարգանալ։ Ուղղակի արգելվում է դա։ Այդ նույն բանա, ոնց եթե երկար ժամանակ չկա ճգնաժամ, դու պետք է գործերը թողնես, նայես ինչը չես նկատում, որտեղ մահ լինելու, եթե չնկատես ճգնաժամ։ Իսկ քեզ տված ամեն ինչ լավ է։ Իմիջիալոց շատ հետաքրքիր է մեր մեծերը բոլորը անդիր զգացել են կառավարումը։
Նարեկացին, Գրիվարտան այգեկցին, բոլոր ես որ նայում եմ, ես ապշում եմ մարդիկ ոնց որ թե ուղակի կառավարման ստեղծողներն են գիտության։ Հիմա ասեմ, ես ինչ կառավարման մոդելն է։ Ուրեմն սա ինչ է, ցանկացած թրիչքի համար առաջինը պետք է ոգեշունչ գաղափար, ազգի ոգեշնչող գաղափար, որ քո ազգը ոգեշնչվի, այ ընթացքում ինքը սա գանձերը կբռնես։ Ինչ արեց հայրը, ինքը ոչ մի գանձ չունեն, ինքը ոգեշնչեց երեխաներին, որ երեխաները հարատև մշակեն ու չնկատեն ոնց դառնան հարուստ, բայց այդ խայծը, այդ միֆը թեկուզ պետքա լինի պարտադիր։ Անգամ եթե նման բան չկա, ազգը պետքա ոգեշնչվի։ Հայերի մոտ դա համեմատաբար հեշտ է, հայերը ալոգիկ ազգ է։ Տրամաբանություն չեն սին։ Ասին հայ։ Եվ բնական է իրանց նման բան պետք է առավել ևս, որ մեր պատմությունը այնքան մեծ է, որ դժվար չի նման բան կառուցել։ Մենք Միացյալ Նահանգներ չեն, որ 2 դար պետք է հորինենք ինչ կարող ենք ասել։ Խեղճերը չգիտեն ինչ ասել, ուրիշ ճանապարհով գնացին, շատ պրակտիկ, իսկ մեզ մոտ միշտ կարելի է գտնել ընդ որում բազմասերյանոց այդ ոգեշնչող բաներ։ 5 պետությունը, 5 թրիչքային մոդել է նայելու։ Ամեն մեկը 2 տեսանկյունից ենք նայելու։ Առաջին տեսանկյան ներքո դիտարկվում են նախաթրիչքային փուլում տվյալ պետության մեզ համար պիտանի 3 բնութագրիչները։ Ընդ որում ասեմ ձեզ, բոլոր այդ 5 պետությունները մինչև թրիչքը շատ ավելի վատ պայմաններում են եղել, քան թե հիմա մենք։ Հիմա կտեսնեք ինչ պայմաններ։ Երկրորդ տեսանկյունի ներքո դիտարկվում են տվյալ պետության կողմից ընտրված թրիչքային զարգացման մոդելի մեզ համար պիտանի 3 բնութագրիչները։ Այսինքն մեզ ինչ է։ Բոլոր թրիչքային զարգացումների նախորդում էին տարաբնույթ զանգվածային հուսահատությունը, համակարգային ճգնաժամը եւ անելանելի վիճակ։ Չէ, մեզ մոտ այդտեղ չի ցավ, ես լավ չեմ զգում, որ մեզ մոտ դեռ այդքան վատ չի։ Մեզ մոտ պետքա շատ վատ լինի, որ մենք թրիչք անենք։ Իսկ այդ քարորյա պատերազմը մեզ խանգարեց։ Քարորյա պատերազմը ցույց տվեց, որ ոգին ուժեղ է, դուխը դուրս է եկել, դա լավ չի։ Քարորյա պատերազմի հիմա լավ է, բայց մեզ թրիչքի համար լավ չի։ Մենք պետք է անելան նայեք ինչ բնութագրիչներ են։ Զանգվածային հուսահատություն, ապրիլ 2-ին զանգվածային հուսահատություններ չեն։ Համակարգային ճգնաժամ, թքած ունենք այն ժամանակ ապրիլի 2-ին ինչ ճգնաժամը եւ անելանելի վիճակ։ Սա քծված անոթով սահման ինչ անելանելի վիճակ։ Չէ, չէ, ես Իսպանիայից ամեն տեղից զանգում են, ասում են դու հրամադան հետևից եմ գալիս է։ Համալսարանից զանգեցին, չէ։ Սա ճիշտ է, մենք իրավունք ունենք պարծենալ մեզնով, բայց թրիչքի համար այդ լավ չի։ Ու միշտ ոչ մի դեմոկրատիա, ոչ մի բան, թրիչքը դեմոկրատիա չի սիրում։ Այսպես կոչված հասնողական զարգացում, դագանյայющее развитие, Սինգապուր։ Ուրեմն Սինգապուրի կնքահայրը Լի Կուան Յուն, ուրեմն 2007 թվականին եղել է Ռուսաստանում, իրան հարցրել են, ախպեր ջան, ասա, ամենապարզ ձևը, որ թրիչք լինի, ասում է դեմոկրատիա վերացնել, միշտ պետք է միանձնյա կառավարում։ Ով Սինգապուրը իրան թվում է, որ ինքը լավ գիտի, ոնց դառավ Սինգապուր, սկսում են միանգամից ուսումնասիրել Սինգապուրի տնտեսական մոդելը, չիմանալով,
որ Լիտվանիում առաջինը ինչ սկսեց անել, սկսեց փոխել բանակ։ Այդ ոչ ոք չգիտի։ Ասում են Սինգապուրի բանկային մոդելը տնտեսական այդ սա հեչ։ 65-ից մինչև 70 թիվ Սինգապուրը զբաղված էր հիմնականում բանակաշինությամբ։ Ինչ արեց։ Ինքը անձամբ լինելով վարչապետ, այնտեղ վարչապետական պետությունը։ Մեծ ֆիրմաների հետ ինքն էր բանակցություն անում, որ ներքաշի իրաք Սինգապուր։ Հետո կրթությունը լրիվ փոխեց, շատերին ուղարկեց դուրս, ու ազգային առանձնահատկությունները ասեցի, եւ օգտագործեց պետության աշխարհագրական դիրքը։ Միշտ պետքա մի հատ առանձնահատկություն էլ մի բան էլ ավել օգտագործեց։ Նայեք ինչ։ Բանկային համակարգը գործում էր արևմուտքում։ Որ նայում եք երկրագնդի վրա Սինգապուրը հակառակ տեղում է մոլորակի, երբ արևմուտքում մոտավորապես 8-ն առավոտի, իրանց մոտ 8-ն երեկոյանի։ Այսինքն, կոպիտ ասած, երբ արևմուտքում գիշերը Սինգապուրում ցերեկա ինքը հայտարարեց, որ թող գիշերը փողերը գան Սինգապուր, ձեր գիշերը արևմուտքին, մենք կպտտացնենք, առավոտը դուք կարտանաք տոկոս կունենաք։ Պատկերացնում եք, մարդը լուծեց, մենք լացում ենք աշխարհագրական դիրքից, ինքը իր աշխարհագրական դիրքից լրիվ խնդիրը լուծեց։ Ինչից առաջացավ Սինգապուրի խնդիրը, որովհետև երբ երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվեց, պատերազմի ժամանակ ամերիկացիք այդ Սինգապուր ինքը քաղաք բանա քաղաք պետություն, դա որտեղ մի նավահանգիստ էր եւ այդ ամերիկյան նավատորմը օգտագործվում էր Ճապոնիայի դեմ։ Պատերազմը վերջացավ, իմաստը չեղավ Սինգապուրի, քաշվավ Սինգապուր, մինչև Լիտվանում։ Հիմա նայեք, ինքը այդ հասարակ մի ձևը փող աշխատելու վերցնում էր գրեթե սաղ արևմուտքի փողերը, խոսքի օրինակ 2% մի օրվա մեջ ստանում էր, կես տոկոս տալիս էր արևմուտք։ Արևմուտքն բնականը համաձայն կլինի, ոչ թե փողը քնում է, առավոտը արթնանում է, իր փողերը 0.5%-ով շատ են։ Վատա։ Այդ այսպես կոչված, որը հասկացողություն դառավ night deposit։ Գիշերվա ավանդ։ Խնդրեմ։ Մենք որ մտածենք շատ բաներ Հայաստանի համար կօգտագործենք։ Այն ինչ ես ասեցի, այդ քաղաքը պետք չէ։ Ոչ մեկին։ Ընդ որում սարսափելի կոռումպ պետություն էր, սարսափելի։ Մենք երեխա ենք կոռուպցիայի մեջ, կոռուպցիայի արդյունք ինչպես իրանք եղել են մինչև Լիտվանիում։ Այասն նայեք, այն ինչ ընդհանրապես իսպար բացակայում ենք, մենք էլ չունենք վերնախավ, բայց առանձին ներկայացուցիչներ ունենք։ Իրանք ոչ մի բան չունեն, բանդիտ քաղաք է։ Մաֆիական ռազմորկաներով եւ այլն, ում անգամ յուղատնտեսություն չունեին, ջուրեր չունեին, որտեղ քաղաք է։ Ոչ մի բան չունեին, բանակ էլ չունեին։ Հասկացաք, չէ՞ որ մենք շատ ավելի լավ վիճակում։ Այդ դրա համար եմ ասում, լավ չի որ մենք ավելի լավ վիճակում։ Հիմա ինչ արեցին, որ ես ասում եմ, ես կբերեմ 3 վատ բաներ ինչ եղել է եւ 3 ինչ քայլեր են արել, որ մեզ պետք։ Այսա, որ մեզ մոտ ասում եմ կակոկրատական երկիր է, ինքը փոխեց մերիտոկրատական սարքեց, կամային ուժով։ Օրինակ, Սինգապուրում եթե ինչ-որ խախտումներ ես անում մեքենայով փողոցում, կանգնացնում են մեքենա, վարորդին հանում են փայտով 10 պուտուզի խփում։ Բոլորը գժված են, այս ինչ ասիական բան է, իսկ մի անգամ կոնգրեսմենները բանին ասել են, Լիտվանին, սա ինչ խուլիգանություն է, սա ինչ քարի դարա, փայտով բացեցում են, ասում է, սա դեմոկրատիա չի, Սինգապուրը պատասխանեց, արեք մենք հիմա գիշերով ման ձեր Նյու Յորքի Բրոնքս թաղամասով։ Սրանք վախեցած չի կարելի գիշերը Բրոնքսով քայլել։
ասմադամ մարդու ազատ տեղաշարժման իրավունքի խախտումն է։ Իսկ եկեք Սինգապուր գիշեր ցերեկ քայլեք ամենտեղ կարակ մտնեք։ Ձեզ մոտ չկա դեմոկրատիա, ինձ մոտ կա։ Մի քանի տուտուզով ես սա մարդկանց գիշերվա մանգալու իրավունք եմ տալիս։ Ու լրես։ Այս սա, որը մեզ պետք է, որը կառավարման մեջ շատ հզոր ձև է, ինքը էլիտան, ով վերցնում է իշխանությունը, ինքը անգամ ցուցադրաբար ցույց է տալիս, որ ենթարկվում այն կոշտ պահանջների, որ ինքը տալիս ժողովրդի դեմ։ Ու ինքը ինչ արեց։ Ինքը թմով եկավ իշխանության, կուսակցություն ստեղծեց, վերցրեց իշխանությունը, եւ մի քանի օքի իր թմից բռնվան կաշառակերության վրա։ Ինքը օրենսդրությունից շատ ավելի դաժան վերաբերվեց այդ բարձրաստիճան մարդկանց։ Սարսափելի դաժան։ Ծեծելով, ջարդելով ժողովրդը ապշացա, ոնց էր ինքը իր մոտիկներին գրեթե ոչնչացնում։ Ու ինչ ազդակ ինքը ուղարկեց, եթե ես իմ մոտիկների հետն եմ անիցել, ձեզ բնաջնջելու եմ, եթե մեկը մի կոպեկ վերցնի։ Երբ Լիկվան Յուն 5 տարի առաջ եկել էր ստեղ վարչապետի հետ հանդիպել էր այնտեղ նախարարները նստած են, իրան մի հատ հարց տվեցին, ասին, պարոն Լիկվան Յուն, ամենակարճ ճանապարհը ոնց վերացնել կաշառակերությունը, ասում է քո մոտիկին դաժան լատում, սաղի մոտ։ Ասում է ոչ մեկը ռիսկ չունենա փողի, եթե որտեղ վախը արդեն անասնական է դա։ Որտեղ դա նշանակում է այդ մարդու դեմ ոչ մի սրբություն չկա, հալալ աղբորը կարող գնա ու գնդակալ ու հաջող ինչ ինքը արեց երբ ինքը արդեն շատ ծերացավ 80-ից ինքը դուրս ընդ որում այդ իրանց կուսակցությունը 65 թվականից ավելի շուտ իշխում է մենակ Իրանն են ընտրում ժողովուրդը այսինքն գոհ բայց ինքը որ օգնեց արդեն վարչապետությունից դուրս եկավ իրան տղեն է հիմա վարչապետը իր հալալ տղեն ասիական երկիր Ալալ տղենա վարչապետը ինքը իր տղամոտ անցյալ տարի մահացավ տղումոր բանա նաստավնիկ ոնց է նայել ինքը ինչա ինքը նախարար էր բայց նախարարություն չուներ եւ ձայնի իրավունք չուներ բանա քվեարկելու իրավունք չուներ գալիս էր կառավարության նիստին կառավարությունը խոսում էր ինչ որ որոշումներ էր կայացնում մինչեւ որոշում կայացնելը սա շուռ են գալիս Հարցում են ճիշտ ենք անում, ինքը ասում էր կամ հա կամ չէ կամ ասում էր ինչ փոխել։ Ու դրանով կառավարության նիստը փակվում է։ Այսինքն իր տղեն վարչապետ վերջնական որոշումը Լիկվանյուի կարծիքն է։ Ինքը ֆունկցիա ունի, դե արդեն դիզամարտեն հեշտ է իրան, ինչ է եղել։ Փորձը կա, գիտելիքը կա, ուղեղը կա, պետք է վերջում ասի այո ոչ։ Կամ մի երկու բան ինչ անում։ Ու վերջ։ Դրանից հետո էլ մենակ կառավարությունը որոշում ընդունում։ Այդ մինիստրն որ հնարավոր է բռնապետական երկրում ստեղծել ամենաազատական տնտեսություն աշխարհի կեսին ֆակտ ստացա որտեղ նման բան բոլորը ասում են եթե դու ուզում ես ազատ շուկայական հարաբերություններ քո պետությունը պետք է դեմոկրատական լինի Դենսիապինը ճիշտ հակառակը ասեց։ Ասում բռնապետական երկրում ես կստեղծեմ ամենաազատական շուկայական հարաբերություն։ Այդ ֆիշկանա, որից հետո տեղի ունեցավ հրաշք։ Այսօրվա դրությամբ Չինաստանի շուկայական հարաբերությունները շատ ավելի արդյունավետ են, քան դեմոկրատական երկրում։ Պատկերացնում Օրինակ տեսակ Սինգապուրում իր առանձնահատկությունը, ստեղ ուրիշ առանձնահատկությունը գաղափարական միշտ բնական է եւ ազգի առանձնահատկությունը ընտանիք Բայց 89-ը գիտեք, չէ՞, ուսանողական խրճիթությունները ցանանում են բանում, ինքը արյան մեջ տաղալեց, որպեսզի իրան չշեղեն դեմոկրատիայի վրա։ Դենսիապին Մաո Ձեդունի թիվ 1 սխալային են, որ ինքը ընտրել էր ստալինյան զարգացումը, բայց ստալինյան զարգացումը չաշխատեց Չինաստանում, բնական է ինչու, որ կառավարման մեջ չի կարելի ուրիշի մոդելը կիրառել, ուղղակի չի աշխատի։ Հաջորդը
տնտեսությունը ընդհանրապես չէր աշխատում, անգամ որ կողպատ պետք է արտադրեին, ինքը բանը, Նաուձեդուն ասում էր, քանց թե մեծ գործարաններ կառուցենք, ամեն մի գյուղում ամեն մեկը թող մի քիչ մեկը պողպատ զուլի, ընդհանուրը շատ կլինի, մենք շատ ենք, դա բնական է որակային չէր եւ նման հիմարություններ անում են։ Ուրեմն ինչն է պրոբլեմը։ Ամեն տարի Չինաստանում 800 միլիոն մարդիկ սոված։ Բարի բուն իմաստով սոված։ Հասկանում եք, չէ՞ որ մոտիկ չէ։ Չինաստանը ավելի վատ վիճակում։ Այս սա է։ Ինքը ասում է, այդ իր կարգախոսն է։ Շուկայական հարաբերությունները կապիտալիզմի հոմանիշը չէ։ Պատկերացնեք Լենինին մենք հիշում ենք սա բան, չէ՞։ Ինքը եւ Լենինին սխալ հանեց, եւ արևմտյան փիլիսոփաներին ասիմետրիկ բան ասեց այն իմաստով, որ ոնց կարելի է բռնապետության մեջ մի կուսակցության, այն էլ կոմունիստական, կառուցել սուպեր շուկայական պետություն։ Անտարի բան։ Եվ հետո շատերը Մարգարետ Թետչերն էլ ընդունեց Դեն Սյաոպինի հետ մոտեցումը եւ մի դեպքում Բրիտանիան կերարեց հենց կոմունիստական մոտեցում։ Եվ այսա, որը իրանք կերարել են, ես զարմանում եմ։ Ուրեմն չինացիք 1.3 միլիարդ է։ Սփյուռքը մաքսիմում տարբեր հաշվարկով 40 միլիոն է։ 1.3 միլիարդանոց Չինաստանը Դեն Սյաոպինը նպատակ դրեց օգտագործել չինական սփյուռքի հնարավորությունը։ Դա այն դեպքում, երբ սփյուռքը մի քանի տոկոս են կազմում։ Մեզ մոտ 1.3-ի, 1.4-ի, մենք այդ գանձը չենք օգտագործում։ Իսկ իրանք օգտագործին։ Ընդ որում մի հատ խուլիգանություն արեց Դեն Սյաոպինը։ Լի Կուան Յուին օգտագործեց, դե Սինգապուրցի այդպես ազգ չկա, չինացիները։ Ինքը իրան էլ օգտագործեք Չինաստանի թռիչքի համար։ Նայեք, չունենալով մեր համեմատ, չունենալով սփյուռք, ինքը օգտագործեք սկզբնական պայմանում օգտագործեք չինական սփյուռքի կապիտալ։ Այսինքն չինացին, որ գալիս էր Չինաստան գործ դնելու, գրեթե ոչ մի բան չէր վճարում։ Ուրեմն մի հետաքրքիր բաներ ինքը արեց, այդ որ ես ասում եմ ազնական օրինակով։ Ինքը այդ արարեց, որ ես զավակներ չունեմ։ Չնայած ուներ։ Ինչ արինելու իրանց հետ, ես չկա։ Եվ ինքը պաշտոնապես կոպիտ ասած հրաժարվեց զավակներ։ Ասում քանի ես Չինաստանի առաջի դեմք եմ, որպես իրա վրա ոչ ազդեն, ոչ գլխին սարքեն, հասկանում եք։ Լրիվ առանձն ու երեխեքներ չապրկեցին, ասեմ։ Չկարողացան, որտեղ իրանց վրա նույն օրենքները տարածում։ Տեսնում եք ինչ նյուանսներ կա կառավարում։ Հիմա Իսրայելը նայեք։ Այդ Իսրայելի մոտ հետաքրքիր առանձնահատկություններ են։ Իրանց մոտ հիմքը դրած էր հոգևոր դասի վրա։ Ոչ թե մտավոր, այլ հոգևոր դասներ սկսում կազմակերպել եւ առաջի զեկույցը գիտեք 1875 թվականին էր, ով ա եղել, ինչ ա եղել, բայց հոգևոր դասներ ստարտը տվել։ Այս վերջինը կարդացեք, իրանք դեռ 1800-ականին հասկացել էին իրանց պրոբլեմը, իրանց ժողովուրդը ռազմատենչ չի։ Իսկ այնտեղ, որտեղ իրանք պետք է ստեղծեին պետություն, պարտադիր ռազմատենչություն էր, որը իրանք մտցրեցին։ Դեռ 70-80 տարի մինչ Իսրայել ստեղծելը իրանք այդ խնդիրը ֆիքսել են։ Իսրայելում ապրում են 715,000 մարդ։ Համեմատեք 1920 կամ 18 թվականի Հայաստանը, թվերը ինչ մոտիկ է։ 82% են այնտեղ իրանք։
ոչ մի ժառանգություն չկար պետական իմաստով։ Ամա այդտեղ մենք հիմա այդ խնդրը չունենք։ Պետությունը հենց ՄԱԿ-ի կողմից հայտարարվեց, հաջորդ օրը 6 արաբական պետություն արձակվեց։ Մեզ մոտ այդպես չի։ Ես մենք լացում ենք հայի բախտից, ուրիշների մոտ սարսափելի։ Ասեմ ձեզ գաղտնիք բացեմ։ Երբ այդ առաջի պատերազմը իրան սկսվեց, բրիտանական նավատորմը փակել էր միջերկրական ծովից Իսրայելի ափը։ Փակել։ Մուտք չկար, չէ կարող նավով գայի։ Նեգև անապատով էին մտնում տարբեր կամավորական բանով չկար, փակել։ Այդ մեզ համար մենք հեքիաթներ ենք պահում, ջոդոմասոնները 1980 ունեն, այդպես չի։ Իրանք կանանց պրոբլեմներ ունեն, որ վայր, որ մենք չունենք։ Դուք որ Իսրայելում բանում Երուսաղեմում ապրեք, կտեսնեք կարմիր ավտոբուս, կապույտ ավտոբուս։ Կարմիր ավտոբուսը արաբներն են գնում են մենակ արաբական թաղամասերով, կապույտ ավտոբուսը հրեաներ են միան շարժում է հրեական։ Ուզում եք մենք այդպես պետություն։ Շատ ենք սիրում ուրիշներին քննադատել, երբ մեզ մոտ մի շարք պրոբլեմներ ընդհանրապես չկա։ Գյուղատնտեսությունը իրանք առանձնակի զարկ տվեցին։ Իրանք հորինեցին բույսի յուրաքանչյուր արմատին կաթիլային ջուր տա, որտեղ իրանց մոտ ջրի պրոբլեմ կա։ Իսկ մենք ջրի պրոբլեմ չունենք, գնա մի հատ բանա, խորտուբորթով խոսում ենք։ 1902 թվականին այդ տարածքում միայն 10 ընտանիք էին տիրապետում այդ մեռած լեզվին, իրաց այն ինչով իրանք հիմա խոսում են։ Այդ Բեն-Գուրիոնը, այն առաջի վարչապետը, ում անունով իրանց օդանավակայանն է, հենց առաջին խնդիրը դրեց պատրաստվել պատերազմ։ Հələ երկիրը ստեղծված չէ, ՄԱԿ-ում քննարկում չկա։ Նայեք Սինգապուրը սկսեց բանակից, իրանք սկսեցին պատերազմից, ոչ մի տնտեսություն։ Իրանք տնտեսության մասին չեն մտածում։ Բանակ, հիմա լավ է, 100-րյա պատերազմից հետո հայերը լրիվ տամարը տարել է լավ իմաստով։ Զենք, այս համակարգեր, բանակ եւ այս շատ ճիշտ է։ Որտեղ մենք գալիս ենք այն ինչին պետք է սկզբից գայինք։ Ինչին եկան Սինգապուրը, ինչին եկավ Իսրայելը, բանակից, զինված ուժերից է պետք սկսել։ Եթե դու պետություն ես սկզբից դու պերիմետրով պետք է անվտանգությունը ստեղծես, հետո մեջը կառուցես տնտեսություն, բայց ոչ երբեք ուրիշը տնես առաջին։ Խնդրեմ։ Մենք 25 տարուց հետո, 100-րյա պատերազմից հետո եկել են այն ինչին հրեաները մինչև 48 թիվը արդեն պատրաստվում էին։ Այդ մի քիչ կզարմանանք։ Ինչի բերում են ԽՍՀՄ օրինակ։ Մենք պարզ է։ Մենք լավ հիշում ենք։ Կամ եթե չենք հիշում, գիտենք այդ 20-ական 30-ական Սանական 30-ական թվականներին Սովետը ֆենոմենալ թրիչ կարեց։ Թրիչ, դա փաստ է, հիմա պետք է իմանանք ոնց դա արեց, մենք ինչ կարող ենք օգտագործել։ Ըստ եղել է։ Մի հատ սովորել Ну, գիտեք ինչ վիճակում է։ Հիմա ինչ եղա, որը մենք կարող ենք օգտագործել։ Հիմա կարող ենք դա օգտագործել։ Իսկ ես կարծում եմ կարող ենք։ Հանցագործներին։ Թող աշխատեն։ Շատ է։ Քիչ են, թող աշխատեն։ Սա էլ է հետաքրքիր։ Մինչև երկրորդ համաշխարհային ազգայինը ճնշվում է։ Հենց սկսվեց պատերազմը, Ստալինը մտցրեց ազգային բաները։ Էլ չեմ ասում հայկական եկեղեցիներ դրանով օգտվեց եւ այլն, նայեք ինչ հետաքրքիր է։ Այսինքն մենք հիմա չսպասենք Ստալինին, պետք է ազգայինը մտցնենք։
Այսօր դուք երևի նկատել եք այս ամեն ինչը, որ գալիս է երրորդ կետը, մարդու անձի մասին են խոսում։ Ինքը շատ ասկետիկ էր։ Ու իր բոլոր երեխաները ճակատամարտում են։ Ստալին։ Չես նեղ ասը ոչ թե սիրել, սա կառավարման ձևեր են, զա ինքը անում են, որպես Իրանից վախենան, եթե տեսնում են, որ նման հզոր երկրի առաջի մարդը գարդիրոմում սեփական սարոջկա չունի, ուրեմն կարող է մյուսը 5 ռուբլի գողանա հերը կանիցի, գիտե ինչ է։ Եվ վերջինը, երրորդ ռայվ, այսպես կոչված Գիտլերյան Գերմանիա։ Մեր հայը աչքով պետք է սարնայենք, այդ ուրիշները մենք պետք է օգտագործենք, ինչ կարող ենք, ինչ պետք է, ոչ քննադատենք, ոչ գովաբանենք, սա մարդկության պատմությունն է։ Ընդ որում ասեն, իսկ այստեղ կլինի, Գիտլերը մի հատ ֆենոմենալ քայլ արեց, ինքը սեփական ժողովրդի հետ զանգվածային պայմանագիր կնքեց, ասեց սենց, ես դուք դնում եք իմ դեմ ինչ սոցիալական պահանջներ ունեք, ես խոստանում եմ բոլոր ձեր պահանջները կատարել, փոխարենը դուք չեք մտնում քաղաքականության մեջ։ Սա հայտնի իր բանաձև։ Ու բաժանեց խնդիրը։ Ժողովուրդ ասեց, սա ենք ուզում, սա ենք ուզում, սա ենք ուզում, հավասարություն ենք ուզում, աշխատանքում ազնվություն լինի, երեխաներս մանկապարտեզի, դպրոցի պրոբլեմ, ասում ես սա լուծում եմ։ Մենակ դու քաղաքացիության մեջ մի մտեք։ Դրանով ինքը լուծեց որոշ չափով այդ փողոցային գորգորացողների հաց։ Նույն այդ էլ գիտեք, չբացատրել։ Հեսա բնակչությանը սոցիալական ոգսերից ազատում։ Եվ հատուկ ինքը շեշտում էր գերմանական համակեցություն։ Ну, գիտեք, առաջի համաշխարհայինից հետո Գերմանիան սարսափելի վիճակում է։ Ոչ բանակ իրավունք պահել, ոչ մի բան։ Ամեն ինչ անկման մեջ է, եւ տնտեսական, եւ բարոյական, եւ սոցիալական։ Նորմալ ասեմ, գործազրկություն չկա։ Էդ էլ էր պահանջներից մեկը, որ Գիտլերը կատարեց։ Ոչ մի գործազրկություն։ Այլ կամավոր հրաժարվեց որոշ ազատություններ։ Սա էլ էր, այդ անձնական հատկություններ ինքը կարողանում էր գերել եւ ռետորապանության մեջ հետեւյալն էր կիրառում։ Ցածր ձայնից կամաց լսողներին տանում էր մինչև կիսահիստերիկ վիճակ ու այնտեղ կանգնում էր։ Այդ կիսահիստերիկ վիճակում ինքը փաստորեն ազգին ներշնչում էր տվյալ պահի գաղափարներ։ Բոլոր կառավարման մեթոդները ստեղ ներկայացված։ Ընդգծված բառերի վրա առանց չի, կարծասեք կհասկանաք, որ մենք կառավարման պապաներ ենք։ Ինչպես որ առանց սանձակալինցի անխոտոր անգալ չի գնա երբեք և անհնամավար նավն ալիքներով չի սուրա առաջ, ինչպես արորն առանց մաչկալի հելք չի կատարի հավասարապես, ամորի գույգերն առանց հոտաղի չեն ընտացակցի հաշտ ու համակայ, ինչպես ամպերը չեն չվում բնավ առանց հողմերի և անժամանակ չեն ծնդում աստղերն չեն կերտում անգում, արեկանն առանց օդին տարերին շրջանապտույթ չի բոլորում։ Այս է կառավարման գագաթը։
Այնպես է, ես առանց ակնարկող հրամաններից ոչ մի բան անել չեմ կարող երբեք։ Ինքը դվում է, դիմում է Աստծուն, բայց դա կառավարման օրենք։ Ասում է ես առանց կառավարիչի ոչ մի բան եմ։ Իսկ տակը սա կառավարման օրենքն է։ Bildik ki nasihat yapar.